Որ իրավունքը։ Ասում որ մարդիկ չեն կարողանում հաղորդակցել, ամենօրպես ասում որ հիմա երբ որ վեհապարի անունը պիտի ինչի չի հնչեցվում, այն քաղաքացիները ովքեր ուզում են հնչեցնել, եկեղեցուց դուրս է ձեզ օրինակ այդ տեսարանները հաճելի է, որ անում են երևում է եւ վերևից քաղաքացիները ովքեր հնչեցին Շիրակի թեմի առաջնորդն անունը վեհապար Հայապետի, բոլորը պտտվել եւ նայում են այս քաղաքացիները։ Բոլորը չէին պտտվել, ես իմ մասին կարող եմ խոսել, որ ինչպես ընթացքը գնում էր պատարագի, այդպես էլ գնում էր։ Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաև այսպես քաղաքական ուրեմն ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում, ինչը նաև պատարագը շեղելու եւ դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Կարծում եմ, որ այս սադրիչ գործողությունները իհարկե հաճելի չեն, բայց նաև ըստ էության իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամեն ինչին եւ մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում։ Այլ հակառակը, ես նշեմ, որ քաղաքացիների վերաբերմունքը եւ այն, որ նրանք մի կնոջ պատմություն էր, ես այնտեղ ներկա եմ, երբ որ այդ կինը կիսվում էր, որ ասում է 75 տարվա մեջ առաջին անգամ եմ գալիս եկեղեցի։ Շատ այլ մարդիկ ասում են, որ առաջին անգամ է, որ գալիս են մասնակցում են պատարագին, որովհետև հասկանում են, որ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում են եւ աջակից են։ Հոգևորականների բարձրաստիճանային եւ կաթողիկոսի ծառայության վերաբերյալ, բայց միաժամանակ նաեւ մարդիկ ոցակետներ աշխատեն, քաղաքացիներ ասում են, որ եկեղեցին իգոտ հաշվի իր ասացավ ապրելու ճանապարհով գնում է մի շատ այլ հոգևորականների հետ, որոնց վերաբերյալ եւս ոչ միայն մամուլում, այլև ազատ իգոտ հաշվի կողմից եղել է բարձրաձայնող օրինակներ Նավասար քուչարանի վերաբերյալ նշում նրա հայտնի Երևի Տվենքի սիրուհիներ ունենալու, երեխաներ ունենալու, նաև մի քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկում տարածվեց նույն Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցած հոգևորականը ներողություն ստրիկտի զարգացումը։ Ես կարծում եմ, որ տեսեք նույն ուրեմն Կճոյանի Սրբազանի կողմից որոշակի դիրքորոշում է արտահայտվել եւ զղջման եւ սա էլ պետք է գնահատել, իսկ հաջորդիվ տեսեք շատ հետաքրքիր է, որ դուք միայն Ես ասում եմ այն ինչ ես նշում եմ այն ինչ որ ինձ հայտնի է եւ ես նման դիրքորոշում տեսել եմ մամուլում իսկ հաջորդիվ ձեր կողմից նշված հարցերը ես կարծում եմ հենց հոգեվոր նորոգման ընթացքը հենց դրա մասին է եւ շատ մեծ նաեւ քաջություն է պահանջում այս մարդկանց կողմից ուրեմն հստակ դիրքորոշում արտահայտել որ այո եկեղեցում կանոնագրքի հետևելը պետք է դառնա միանշանակ պետք է լինի մեր հոգևորականների կողմից բարոյական եւ կանոնագրքի նորմերը պահպանելը միակ հնարավոր տարբերակը Եթե ծանոթանաք իր կողմից ներկայացված եւ ոչ միայն իր, այլ այլոց կողմից ներկայացված նյութերին կտեսնեք Ես չեմ կարող մեջ բերել հայտարարությունը, բայց նորից ասացի, եթե ծանոթանաք կտեսնեք։ Այսինքն արդեն քաղաքական իշխանության համար խնդիր չի նրա բերնի ունենալ սիրուհի երեխաներ։ Ես ասեցի այն ինչ կարող էի ասել, ինչքան որ տեղեկություն ունեմ։